Ճանճին և մեղվին միաժամանակ բաց են թողնում։ Ճանճը գնում է ամբողջ աշխարհը պտտվում և վերադառնում է, հարցնում են ինչ տեսար։ Ասում է այն ինչ տեսա աղբեր, կեղտ, գարշահոտություն, ուրիշ ինչ կար որ տեսնեի։ Երկրորդը հարցնում են մեղվին, իսկ դու ինչ տեսար։ Ասում է ես տեսա ծաղիկներ, գեղեցիկ, գունեղ և անուշաբույր։ Գիտեք, սա երբեմն մարդկանց երկու տեսակն է։ Նույն իրավիճակին կարող ենք նայել երկու տեսանկյունից։ Մի դեպքում զոհ ես, մյուս դեպքում օրհնված։ Եթե դու մտածում ես ինչպես ճանճը, դու ամեն իրավիճակի մեջ կտեսնես խնդիր, դժվարություն և շատ դժբախտ քեզ կզգաս։ Եթե դու մտածում ես ինչպես մեղուն կամ թիթեռը, ովքեր փնտրում են ծաղիկները և տեսնում են այն գեղեցկությունը, որ կա իրենց շուրջը, դու քեզ կզգաս օրհնված։ Այսօր դու ես որոշում, ինչպես նայես քո իրավիճակին։ Վերցրու մի թուղթ և մի կողմում գրիր, թե ինչեր կան, որ դեռ ուզես ունենալ և չունես, իսկ մյուս կողմում գրի, թե ինչ ունես, ինչի համար կարող ես շնորհակալ լինել Աստծուն, և սկսի շնորհակալ լինել ունեցածիդ համար և աղոթիր Աստծուն, թող տա քեզ ուժ, իմաստություն, առողջություն, որ ստեղծես այն, ինչ դեռ չունես։ Տեր ջան, տուր ինձ շնորհակալ միտք, տուր ինձ շնորհակալ սիրտ, տուր ինձ աչքեր, որ ես տեսնեմ այն ամենը, ինչ որ դու տվել ես, և ես հասկանամ, որ ես օրհնված եմ։ Տուր ինձ իմաստություն, այն ամեն ինչը, ինչ որ չունեմ, քեզ հետ միասին համագործակցելով ստեղծեմ իմ կյանքի համար։ Շնորհակալ եմ, Տեր, այն ամեն ինչի համար, ինչ որ արել ես, անում ես և պիտի անես իմ կյանքում։ Ասա այս աղոթքը սիրելիս հավատքով և կտեսնես շուրջդ ամեն բան կսկսի լուսավորվել։ Աստված օրհնի քեզ։